Դե մենք արդեն դրի վերջնական ավարտեցինք այս ներքևի տայմերի առաջի գիծը ջրում է այս ամբողջ պատի տակը, այսպես բոլորը ներառյալ։ Երկրորդը ջրում է այս մեջտեղի շարքը սենց բոլորը ներառյալ։ Երրորդը ջրում է այս գիծը, նայեք, այսպես ամբողջ բանի տակով։ Չորրորդը ջրելու է Արսեն, կարող դու փոխես, ես նկարեմ, էլի։ Չորրորդը ջրելու է այն, ես որ ասեմ հաջորդը հերթով կփոխես, էլի։ Մի հատ գնամ հասնեմ ընդ։ Ում հերթով մենք նյութել ունենանք, որտեղ որ ինչ ենք արել։ Փոխի։ Չորրորդը սա է ջրելու։ Հինգերորդը սա է ջրելու։ Այս փոխի։ Վեցերորդը սա է ջրելու։ Փոխի։ Յոթերորդը նայեք։ Այդ տայմերի յոթերորդը նայեք, որ նա ջրում ջան, նայեք ինչ ձև ենք մոգոնել, որ այս տարածքը ընդհանուր ջրի։ Հաջորդը սա էլ այս մայթին նա ջրում, նայեք, ամբողջ, ու ինչի է, սենց բացած մայթով, բանով, այսինքն տենց տեղ չկա, որ չջրի ինքը, պատկերացնում եք, այսինքն այնպես ենք արել, որ այս մայթերի մեջով եւ ամեն ինչով բոլոր տեղերը մեկը մյուսի տակը ջրի։ Միշտ կրկնում եմ ես, 2 մետրը մեկ եմ դնում ցնցողները միջինը, նրանք հորիզոնական են ջրում, տեսեք պարզ երևում է։ Կարող ենք այս նույնը անենք 4 մետրը մեկ, 6 մետրը մեկ, չգիտեմ, 7-8 մետրը մեկ, ավելի հեռու գցողները, բայց քիչ ցնցող կգնար, բայց ջրի խնդիր ենք ունենալու, տեղ-տեղ վառվելու էր։ Իսկ սենց մի բան էլ ավել ջրում է։ Անջատի, այս մի տայմերը ջրում էր այդ 8 կետը։ Հիմա մոտենում ենք մյուս տայմերին։ Ու այնպես ենք արել, տայմերներն էլ տարբեր տեղեր ենք դրել, այնպես ենք արել, որ խողովակները, սենց ասեմ, քիչ ոնց որ քիչ խողովակ, քիչ լարեր գնա եւ քիչ գետնի տակ հոսանքի լարեր ունենանք։ Իհարկե 24 վոլտ է, բայց հետո կառավարելը հեշտ լինի։ Նայեք, երկրորդ տայմերի ու գույնային նշաններ ենք տվել։ Առաջի տայմերը կարմիր գույն է, երկրորդը դեղին է, երրորդը կանաչ է, չորրորդը կապույտ է ու սենց։ Հիմա երկրորդ տայմերի առաջինը այս պատի տակն է ջրելու, սենց պահեմ, տեսեք ինչ ձև է ջրում։ Ահա, էսի միջև ստեղ, նայեք, այսենց, այս ջարգին է ջրելու։ Հիմա տեսնենք երկրորդը, իհարկե ստեղ թուղթ ենք դրել, երկրորդը այս 3 հատը ու այս գիծն է ջրում, ամբողջը, նայեք, ինչ ձև է ջրելու։ Երրորդը այն շարքն է ջրելու, նայեք, տեսնում եք, մեկը մյուսի տակ մի բան էլ ավել կանենք, բայց պակաս չենք անի։ Ճիշտ է սկզբից թանկ գործ է գալի, մատերիալը շատ է գնում, բայց կատարյալ ջրում է ժողովուրդ։ Ու կատարյալ չասեմ, մենակ աստղագործերն են կատարյալ, բայց իդեալական ջրում է։ Չորրորդը։ Արսեն դու արի փոխի էլի։ Ահա, այս բանն է ջրելու, սա հերթով հետ է գալի։ Այս մասն է ջրելու, Արսեն ջան փոխի, այսինքն այս հորիզոնական, այս ուղղահայաց մի գծով, ահա, հետո սա է հետ գալի, մենք ստեղ հետագայում կարանք ոնց որ բաների, շուրուպների փոփոխություն անենք, որ ցենց իրար կողքով ջրի, բայց ոչ մի դեր չունի սրանում։ Փոխի մյուսը, այս մյուսն է ջրում, այսենց էլի միջև վերջ, փոխի, այս է ջրում, այստեղից միջև են եղևնու տակը, ամբողջը։ Հաջորդը, նայեք, հաջորդն էլ այս անկյունով, այսենց, նայեք, եղևնիների տակով, այս մայթերով, այսենց լրիվ այդ բանի
խողովակի տակը։ Էս էլ երկրորդ տայմերի 8 կետը։ Հիմա երրորդ տայմերը, նայեք, կապույտ նշանով արած, սրանա հիմա տենանք, որ նա ջրում։ Առաջինը ջրելու է։ Այս գիծը, նայեք, այսենց միջև են վերջը։ Արցարի փոխի ես նկարեմ։ Նայեք։ Երկրորդը ջրելու է պատի տակը, նայեք, ամբողջ պատի տակը միջև են վերջի բիսեդկեն։ Նայեք ինչ հաճելի ձևով է ջրում, Ժորժ ջան, տեսեք հորիզոնական գծող, այսինքն ծառերի վերևած չի լցվելու, գոլորշին քամին շատ ջուր չի տանելու, ջրելու ես գիշերային ժամերին, թե ինչի է կարևոր, որ ցնցուղները դնես, որ ավելի նպատակին ծառա, այսինքն ջուրը քո հողին մնա։ Փոխի հաջորդը երրորդը սա է աշխատելու։ Ամբողջը միջև վերջ, փոխի չորրորդը սա է աշխատելու, նայեք։ Փոխի հինգերորդը այս շարունակությունն է աշխատելու, տեսեք։ Փոխի վեցերորդը սա է աշխատելու։ Նայեք, մայթով ինչի է ջրում, որտև արանքը խոտեր է աճած։ Նայեք, ինչքան, ասենք հանդատ չասեմ էլի պարզերևը մայիս ձևա ջրվում։ Մյուսը փոխի, 7-րդն էլ այս գիծն է։ Այսինքն նկատում եք, ժողովուրդ, ամեն 2 մետրը մեկ շարքեր է գնում։ Всё, այս էլ հանջատի։ Հիմա նայենք մյուս տայմերը։ Հիմա տեսնենք այս մեկը ոնց է ջրում։ Առաջինը ջրելու է այս մասինը։ Նայեք ժողովուրդ, ստե վերջի ծառն է, մի քիչ սենց ենք արել։ Երկու կողմից ցնցուղներ ա դրած, նայեք։ Ախպերս կարող եմ մի փոքր քեզ նեղություն տամ մի րոպեով ու փոխեմ։ Առաջի գիծը այսենց, այս պատի տակով ջրում է։ Անջատի, հաջորդը գցի։ Նայեք։ Այս ծառերի տակը երկու կողմից մի կլապանի տակ ջրվում է։ Նայեք ժողովուրդ ջան։ Էսի մի փոքրացնենք։ Որ նայեք, մեկը մեկի տակը ջրելով։ Հաջորդը մոտենամ, որ տեղում ցույց տամ։ Հաջորդ բաժինը սա է։ Նայեք, ամբողջ այս ծառի տակը իր ամեն ձևով, ոնց որ եղևնու տակով, այնտեղ խողովակ ցնցուղ կա, այս անկյունում կա, մեջտեղը կա, ամեն 2 մետրը մեկ խողովակ ցնցուղ է գնում։ Փոխի հաջորդը։ Մի հատ այս կողմից սա է գնում, արսեն այս լապատկեն վրեն ենք թողել, մի հատ արի որ բաները բաց ենք, այն մեկինը բաց չի։ Այսենց, նայ, սրանցը սաղ բան արած է։ Համ բերանը կբացես, թրջվար է, տենց, այն մեկի գլուխը բաց չի միջև վերջ, նայ։ Այս կոմը գանք նայենք։ Մի բան էլ ավել է ջրում, բայց պակաս չի ջրում։ Ավելը հիշեք, ցնցուղի գլխից էլ կարամ փոքրացնեմ, որ ինքը խեղճանա, բայց երբ որ ջրի ճնշումը քիչ եղավ, չեմ կարող հենց անեմ, որ լավ ջրի։ Էս էլ այս մասն է ջրում լրիվ։ Էս էլ է լավ, փոխի հաջորդը։ Նայեք, այսինքն ընդհանուր փոխեց ինքը ավտոմատ։ Էս էլ այս հատվածին է, ժողովուրդ ջան, նայեք։ Մի հատ մեջտեղին է ջրում, առանձին կլապանով, նայեք, այսենց, միջև վերջ, որ բոլոր ծառերով, ամեն ինչով ջրի, փոխի, մի հատն էլ անկյունային
Ահա, էս էլ անկյունային, այսինքն անկյունային ամբողջը հերթականությամբ ջրում է, ժողովուրդ ջան։ Էս էլ մեր այս այգու այս աշխատանքներից։ Վերջապես մենք այս բարդ այգին արեցինք, ավարտեցինք եւ հիմա ասում ենք սա էլ շնորհավոր լինի։ Այսպիսով ինչ եմ ուզում ցույց տամ, ժողովուրդ ջան, մեզ դիմողները անփերադարձ պիտի սպասեն իրանց հերթին, մենք գործը մեր մարկայինով հասցնելու ենք նպատակին, ժամկետից մի բան էլ ուշ, շեշտում եմ, մեկ-մեկ ալինի որ ժամկետում ենք անում, բայց իրական գործ ենք հանձնելու։ Լավ մնացեք, առողջ եղեք, Աստված բոլորիս պահապան։ Այսքանը։